Մենք իրականացնում ենք ակցիա իրաջակցություն քաղաքատարկյալների։ Մեր օրերում քաղաքատարկյալ դառնալը ցանկացած պահի, ցանկացած րոպեի հարց է։ Այս իշխանությունները իրականացնում են իրավական վեսպրենդեր եւ ցանկացած պահի շիծու եւ հնարավորի մեղադրանքներով ցանկացած մեկին կարող են ազատազրկել։ Ազատազրկել են Սամվել Կարապետյանին, ով 4 ամիսից ավել է գտնվում է ազատազրկման վայրում, 50 քննիչ զբաղվում են նրա գործով, բայց ընդամենը 1 քննչական գործողություն են իրականացրել։ Ազատազրկել են Բագրատ Սրբազանին, ակնհայտ անվստահելի ձայնագրությունների հիման վրա, որի ամբողջական տարբերակը երբ լսում ես, տեսնում ես, որ խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է։ Քաղաքատարկյալը ազատազրկվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը իր ըմբոստ հրապարակային խոսքի համար։ Ազատազրկվել են նաև մեր այլ պայքարի ընկերներ։ Այժմ ազատազրկման նոր ալիք է սկսել եւ իշխանությունների պատվերով իրենց քաղաքական հաճախորդի պասով Ոսկեհատ գյուղից հար եւ որդի Ներսիսյաններին են սուտ մատնության զրպարտչանքի հիմքով կրկին ազատազրկել։ Եվ ուրեմն ազատություն քաղաքատարկյալների, ազատություն, ազատություն, ազատություն։ Այս իշխանությունները կատարում են մի know-how, ստեղծել են քաղաքատարկյալության մի նոր կատեգորիա։ Երբ որ քարոզարշավի շրջանակներում լինում ենք տարբեր գյուղերում, էջմիածին բոլոր են մարդիկ, ովքեր մեզ հետ շփվում են, նրանց նույնպես սպառնում են և հարկադրում են մնալ տանը։ Սպառնում են և հարկադրում են մնալ տանը այն մարդկանց, ովքեր մեր առաջիկա հանդիպումներում նույնպես կարող են մասնակցել և ներգրավել։ Այդ մարդիկ նույնպես յուրօրինակ քաղաքական բանտարկյալներ են, պարզապես հարկադրված են իրենց ազատազրկումը առանց դատարանի որոշման, առանց խափանման միջոց, ուղղակի իրականացնել իրենց տանը, մնալ տանը, չգալ հանդիպումների, որովհետև իշխանությունների համար ակնհայտ է, որ ընդդիմության մասնավորապես Մայր Հայաստանի ակցիաները, հանդիպումները, քարոզարշավը մթնոլորտ են փոխում և քաղաքացիները տեսնում են այլընտրանք։ Այդ ամենը այլ բան քան բեսպրեդել, որակել անհնար է։ Դրա համար մենք ասում ենք ոչ բեսպրեդելի, ոչ բեսպրեդելի, ոչ բեսպրեդելի։ Իսկ այդ բոլոր իրավական ախյորաները, պատվերները, այդ կամակատարությունը տարբեր իրավապահ կառույցների վերջնական դատումը կատարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Տիկնայք և պարոնայք դատախազներ, ոչ մի իշխանություն հավերժ չէ, ոչ մի քաղաքական ռեժիմ հավերժ չէ, ոչ մի քաղաքական հովանավոր հավերժ չէ, ժամանակները փոխվելու են, և դուք ամաչելու եք այդ պատվերները կատարելու համար։ Ուրեմն ամոթ բոլոր պատվեր կատարողների, ամոթ, 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 ամոթ։ Հարգելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում այս իշխանության բոլոր ընդդիմախոսները,
Դրա համար էլ կալանավորում են սրբազանների, քահանաների, համայնքապետերի, հասարակական և քաղաքական գործիչների, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցում, կեղծ հոդվածների և փոքրիկ մատուցիչների միջոցով կաթողիկոսի հարազատներին են կալանավորում։ Բայց այս իշխանությունները իրենց նպատակին չեն կարողանալու հասնել, որովհետև իրենք ավարտելու են ճիշտ այնպես, ինչպես որ ավարտել են բոլոր այն բռնապետերը, ովքեր փորձել են իրենց երկրում բռնապետություն հաստատել։ Շատ հեռու չգնանք, նորօրինակ մեր հարևան Վրաստանի տխրահռչակ նախագահ Սաակաշվիլին։ Ակնհայտ է նաև, որ այս իշխանությունները ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունեն, և այդ ժողովրդավարության բաստիոն կոչված է կեղծ թեզը ընդամենը փուչիկ էր, որ շատ արագ պայքեց, ինչպես որ պայքեց նրանց մյուս բոլոր կեղծ թեզերն ու հայտարարությունները և խոստումները։ Բայց այս նրանց հետ ամեն ինչ պարզ է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ուր են այն միջազգային կազմակերպությունները, ովքեր կոչված են զբաղվելու մարդու իրավունքներով, ովքեր իբրև թե պաշտպանում են ժողովրդավարությունը։ Ինչու են նրանք խուլ և համր դառնում, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ապօրինություններին և բռնաճնշումներին։ Ինչու են նրանք խտրական մոտեցում ցուցաբերում։ Կամ ուր են այն տեղական տնաբույծ իրավապաշտպանները, ովքեր ճտիկով միանում են և հետո ճտիկով անջատվում։ Ինչու նրանք ծխտում չեն հանում, ինչու են համր ձուկ դառել։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ իրականում նրանց համար մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը ընդհանրապես բիզնես է, թող աշխատելու միջոց, այլ ոչ թե համոզմունք, գաղափարախոսություն և այլն և այլն։ Այդ ճղճին և այդ ճռճռան լոզունգները, որ իրենք հայտարարում են, թե իբր մարդու իրավունքների պաշտպաններ են կամ ժողովրդավարության չատակովներ են։ Հարգելի հայրենակիցներ, այս ամենի վերջը դնելու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելն է։ Իսկ դրա համար շատ լավ հնարավորություն կա Վաղարշապատում։ Վաղարշապատի ընտրությունները կարող են նախերգանք դառնալ համապետական մասշտաբով իշխանափոխություն իրականացնելու համար։ Հետևաբար, վաղարշապատցիները պետք է շատ լուրջ վերաբերվեն իրենց քվեին, չափազանց կարևորեն իրենց քվեն և իրենց մասնակցությունը քվեարկությանը, գնան քվեարկեն և հասկանան, որ իրենք նպաստում են ոչ միայն տեղական մակարդակով բարեփոխումներին, այլ ընդհանրապես համապետական մասշտաբով փոփոխություններին։ Իսկ իրավապահ մարմիններին ես կոչ եմ անում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք չդառնան։ Միջազգային կազմակերպությունները նրան ասում են, դե լավ ծաղրածու է, բայց մեր ծաղրածուն է։ Իսկ դուք ինչ եք այդ ծաղրածուի ձեռքին գործիք դառնում։ Ամոթ է պարզապես։ Ամոթ։ Ամոթ, ամոթ, ամոթ։ Հայաստանում այսօր բռնապետություն է հաստատվել։ Եք շնչի ուղենով մակարդակյալների քանակով գուցե մենք արդեն առաջատար երկրներից մեկն ենք։ Գաղտնալսում են բոլորին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր մասնակցում են ընտրություններին։ Գաղտնալսում են ցուցարաններում, լողասենյակներում, տանը, աշխատավայրերում, համակարգիչները, հեռախոսները եւ վարչապետի հրահանգով դրանք տարածում են սոցիալական կայքերում։ Գալու է օրը, այդ բոլոր անօրինականությունների համար պատասխան են տալու այն մարդիկ, որոնք կատարել են անօրինական հրահանգները։ Մենք չենք մոռացել այն օրը, երբ որ վարչապետի հրահանգով շրջափակում են դատարանները եւ ծեծում դատավորներին, երբ որ վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պարկացնում են եւ վարչապետի հրահանգով այդ նկարները տարածում են սոցիալական ցանցերում։ Մենք այդ ամենը հիշում ենք, մենք դրանց ետևից գալու ենք եւ բոլոր այդ մարդիկ կրելու են իրենց պատասխանատվությունը, կրելու են պատասխանատվությունը նաեւ սահմանադրական դատարանի
անօրինականությունների համար, երբ որ կազմաանօրինական կերպով փոխում էին այն դատավորներին, որտեղ բանտեր են նրանց նստացնում իրենց խղճի համաձայն վճիռները կայացնելու համար։ Մենք գալու ենք բոլոր նրանց հետևից, ովքեր այս շենքում նստած եւ նաեւ մյուս շենքերում նստած անօրինականություններ են իրականացրել։ Անուն առ անուն մենք ձեզ բոլորին հիշում ենք, անուն առ անուն դա գրանցում ենք։ Վստահ եղեք, դուք դրա պատասխանը տալու եք։ Մեր հանրությանն եմ ես կոչով դիմում, մեր հանրությունը պետք է հասկանա, որ այս բռնատիրությունը չի վերաբերում միայն նրանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ։ Այսօր դա վերաբերում է գյուղապետներին ընդդիմադիր, քաղաքապետներին ընդդիմադիր ցուցակներում հայտնված մարդկանց։ Վաղը գալու են արդեն նաև ձեր բոլորի հետևից, երբ որ բռնատիրական մեքենան սկսում է աշխատել, այդ մեքենան նոր զոհեր է պահանջում։ Մենք դա տեսել ենք Հիտլերի ժամանակ, մենք դա տեսել ենք Չիլիում, մենք դա տեսել ենք Ստալինի ժամանակներում։ Այդ մեքենան կանգնացնելը շատ դժվար է։ Ես կոչ եմ անում մեր երկրի քաղաքացիներին հասկանալ, որ իշխանությունը պատկանում է իրենց որոշումն է, որոշման միջոցով է ամենը փոխվելու։ Ընտրություններին մասնակցեք եւ աղա շաբաթում եւ մյուս տարի Հայաստանում, որովհետեւ դուք եք որոշելու Հայաստանում լինելու է օրինական իշխանություն, թե բռնատիրությունը գնալով ավելի է խորանալու։ Ազատություն քաղաքացիներին, ազատություն, ազատություն, ազատություն։ Տիկնակ եւ պարոնայք դատախազներ, մեր գործընկերները համապարփակ անդրադարձան այն դժնդակ, այն անպատվաբեր իրավիճակի, որում հայտնվել է մեր երկիրը եւ հատկապես դուք, որպես իրավակարգի պատասխանատուներ։ Եթե այս փուլում խոսքը գնում է բռնատիրական, իրավական համակարգի գործիքը կամակատարը լինելու մասին, դուք ինչա չեք նայում դրա հոսքը, վստահ եմ շատ լավ եմ նայում եք, շատ լավ տեսնում եք, որ մեր երկրի չակերտավոր վայ ղեկավարությունը այս պահին ինչ արտաքին պատվերներ է իրականացնում։ Ձեր լռելիային եւ գլխահակ այս կամակատար իրավիճակի բերումով, եթե նա հաջողի, դուք վաղը մյուս օրը, երբ որ նա կփորձի ոտնձգել մեր անկախության հռչակագրի նկատմամբ, մեր սահմանադրության նկատմամբ, մեր օրենսդրության նկատմամբ, դուք վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանի ձեռով կարող է նաեւ թուրքի պատվեր կատարել։ Ասում եք առանց չափազանցության, քանի որ նա ծնկի եկել Ալիևի ու Էրդողանի առջև, դրա բոլոր դիրեկտիվաները գալիս են Բաքվից ու Անկարայից, դրա բոլոր հրահանգները բխելու են այդ դիրեկտիվաներից։ Դուք վաղը մյուս օրը կարող են նաև պատվերներ ստանալ Արցախյան գոյամարտի ժամանակ սխրանքներ գործած տարբեր ռազմական ու քաղաքական գործիչներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ։ Դուք շատ աբսուրդ պատվերներ կարող եք ստանալ, որոնց մասին նախկինում եթե ձեզ ասեի, ձեր աչքերը կկրորանային։ Բայց նաև ձեր այս կամակատար լինելու, այս ամեն ինչին համապատասխանատու լինելու համաչափ արդյունքում օր-օրի ավելի սյուրռեալիստական հրահանգներ եք դուք ստանալու։ Այնպես որ տիկնակ եւ պարոնայք դատախազության աշխատակիցներ, այս տեմպերով շարունակելու դեպքում ընտրությունը ձերն է, կամ ձեր մեջ արժանապատվություն եք գտնում եւ դեր եք կանգնում այդ ամեն ինչից, կամ դուք լինելու եք այն պատասխանատվության տիրույթում, որին առաջիկայում ենթարկվելու է այս քաղաքական իշխանությունը։ Խոսքս ուզում եմ ուղղել քաղաքական գործերով ներգրավված դատախազներին, քննիչներին եւ դատավորներին, որոնք աշխատել են իօգու Թուրքին ծառայող Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ դուք ստացել եք իրավաբանական կրթություն, դրա նպատակը այն է եղել, որ դուք ծառայեք օրենքին, որ մենք բոլորս ապրենք օրինական երկրում եւ որ մեր բոլորի երեխաները իմանան, որ օրենքը բոլորի համար է եւ ամենից վեր է։
Հարգելի եւ ոչ այդքան հարգելի դատախազներ։ Երբ որ դուք Թուրքին ծառայող Նիկոլի հրամանով ձերբակալում եք եւ տանում եք բան արդարամիտ եւ օրինապաշտ Հայաստանի քաղաքացիների, դրանից հետո դուք ձեզ չհամոզեք, որ դուք տուն եք պահում։ Դուք տներ եք քանդում։ Թուրքական կեղտոտ ձեռքերով մտնում եք հայկական օջախներ։ Երեխաներին թողում եք առանց իրանց ծնողների։ Բրցությունը այնքան է սահմանը կորցրել, որ կանանց եք նաև կալանավորում, առանց որևէ իրական իրավական պատճառի։ Սա ձեզ որևէ կերպ երբևիցե ոչ ոք չի կարողանալու արդարացնել։ Դուք հանցագործներ եք եւ դուք չեք ծառայում Հայաստանի Հանրապետությանը եւ չեք ծառայում Հայաստանի Հանրապետության օրենքին։ Դուք Թուրքի կամակատար եք։ Ձեզանից ավելի ներքև ես չեմ պատկերացնում իրավական համակարգը Հայաստանի Հանրապետության ոնց կարող է գնալ։ Ես իմ օրինակով եմ ասում, ձեր կեղտոտ ձեռքերը մտել են իմ տուն, մտել են բազում հայկական ընտանիքներ եւ իմացեք, ձեր երեխաները ձերպես չեն լինելու։ Իրանք մեծանալու են արդար Հայաստանում, բայց իրենք ցավոք սրտի իմանալու են, որ իրենց ծնողները ծառայել են թուրքերին։ Աշխատավարձի, կաշկանդվածության եւ այլ պատճառների պատճառով դուք այսօր դարձել եք հանցագործներ եւ այդ ամոթի պիտակը երբևիցե այդ դաշնվածքը չի անցնելու ձեր ճակատներին։ Շնորհակալ։ Ապօրինով reaksiyan հետական անգամ ձեզ հիշեցնում ենք։ Դուք ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, գրում եք Հայաստանի քաղաքացու անձնագիր եւ պատասխանատվության ինստիտուտը դեռ ոչ մեկը չի չեղարկել։ Մարդկային, բարոյական, պաշտոնեական, քաղաքական եւ ինչու ոչ նաեւ կիեզերական։ Այնպես որ մենք վերջին անգամ փորձում ենք ձեզ սթափության կոչ անել եւ անգամից հարատավոր ճանապարհի կեսից ետ կանգնելը շանս է տալու, որ դուք մի փոքր շտկեք այն, ինչ որ թույլ եք տվել իշխանության պատվերով։ Դրա համար այն քաղաքացիները, ովքեր այսօր բանտերում մաքարում են ազատ, անկախ, արժանապատիվ, ինքնիշխան Հայաստանի համար, նրանք լույսի ջահակիրներ են, ովքեր լինելու են Հայաստանի ապագա կերտողները։ Դրա համար նորից մեկ անգամ ևս ազատ